Հիսուսը խաչի վրա մեռավ 2025 տարի առաջ։ 2025 տարի առաջ Աստված իր որդուն Հիսուս Քրիստոսին ուղարկեց երկիր։ 30 տարի ապրեց երկրի վրա, պատրաստվեց, որպեսզի մորթվի մեզ համար։ 30 տարեկանում նա սկսեց իր միսիան, հայտնեց իրան որպես փրկիչ։ Ինքը խոսում էր իր աշակերտների հետ, որ խաչի վրա մեռնելու է, չարչարվելու է, դրվելու է գերեզման, բայց երրորդ օրը հարություն առնելու։ Ոչ մեկ չէր պատկերացնում, թե ինչ չարչարանքներ է Քրիստոս կրելու։ Հավատա, որտեղ այսօր շատ քրիստոնյաների հետ կան հետաքրքիր չի Հիսուս ինչ չարչարանք է կրել եւ ինչի համար է կրել այդ չարչարանքը։ Ոմանք մտածում են իրենց բարեկեցիկ կյանքի համար, բայց արի ու տես։ Առաջի դարի քրիստոնյաները բարեկեցությունից նույնիսկ տեղյակ չէին։ Նրանք քարանձավներում էին ապրում, նրանք ամեն օր մորթվում էին։ Նրանց համար մի փոքրիկ կերակուրը դա երանություն էր։ Նրանք չէին ուտում այնքան, որ մինչև փորները ուռի։ Նրանք այնքան էին ուտում, որ ուղղակի մի քիչ իրանց քաղցը չզգան։ Նրանք ընկերներին հյուրասիրում էին հենց այդ նեղության մեջ, որտեղ առաջի դարում մորթում էին նրանց ուղղակի քրիստոնյանելու համար, բայց ոչ մի բան չէր արգելում, որ քրիստոնյաները շատանան։ Եվ մենք այսօր ուղղակի Քրիստոսին շատերս հավատում ենք, որ մեր կյանքը փոխվի, գլխացավը անցնի, չհիվանդանանք, երեխեքի բախտը բացվի։ Բայց Քրիստոս խաչի վրա մեռավ համայն մարդկության փրկության համար։ Այսօր մարդիկ կոնֆերանսներ են անում, ինչ-որ հավաքներ, ժողովներ, այսօր շատերին չի էլ հետաքրքրում, որ կորսվածը փրկվի։ Այսօր մենք ուզում ենք ավետարանը բարեկեցիկ պայմաններում մարդկանց հրամցնենք, ճոխ ամբիոններից, լուսավորությունը բարձր, տեխնիկական միջոցներով լինի, ձայնը շատ լավ լինի, աթոռները փափուկ, բայց առաջի դարում առաքյալները մեծ բեմերից ու դահլիճներից չէին խոսում ավետարանը։ Նրանք գնում էին մարդկանց և տանում էին ավետարանը գյուղերով ու քաղաքներով։